Ձեզ Միացյալ Նահանգներից հրավիրում են սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին, քանի որ մենք թիփի ճանապարհ էսպես անցանք եւ հիմա շատ կարեւոր դերակատարում ունի նաեւ հիմնադրամի գործողությունը։ Միացյալ Նահանգները եւս մեծ շուկա են Հայաստանի համար եւ մենք առաջիկայում բացում ենք ազգային պահեստ Միացյալ Նահանգներում, որտեղ տեղակայված կլինի Հայաստանի ամբողջ արտադրական ծավալը եւ սա գերությունների համար շատ կարեւոր հարթակ է, մաքսազերծված ապրանք արդեն այդտեղ է, իրենք նաեւ ձեռքազատվում են օնլայն հարթակների հետ, գիտեք, հայկական բանկերն ու ամերիկյան բանկերը ունեն խնդիր այդ payment-ի հետ կապված եւ սա շատ լավ հնարավորություն է այդ պահեստից միանգամից օնլայն վաճառք իրականացնել եւ եթե դեմ չեք, մենք ձեզ պաշտոնապես կարող ենք հրավեր ուղարկել, ներկա գտնվել նաեւ պահեստի աշխատանքների process-ներին, հանդիպել մի քանի նահանգային իշխանության պատասխանատուների հետ, նաեւ այնտեղի էկոնոմիկ դեպարտամենտների հետ, մասնավորապես Կալիֆոռնիա նահանգի եւ Սա եւս կարևոր շուկա է, որի շրջանակներում մենք բավականին մեծացրեցինք ապրանքաշրջանառությունը, եթե կհիշեք 5 տարի առաջ մի պատկեր էր եւ հիմա այլ պատկեր է, մենք նույնիսկ ճիր արտադրողներ ունենք, որ չեն հասցնում հայկական ճիրը արտահանել Միացյալ Նահանգներ։ Եվ ձեր ներկայությունը այնտեղ տեղում դիտարկելու հնարավորություն կտա, սա ուղղակի շատ կարճ ակնարկ եւ արտահանման հետ կապված բիզնեսների տեսանկյունից ասեմ, շատ բիզնեսներ չեն կարողանում արտահանման համար ունենան բանակցություններ, ծախողվում են եւ այլն, որովհետեւ եւ այդ մշակույթը չունեն, եւ այդ պատկերացումը չունեն, եւ արտադրական ծավալները չունեն։ Ես կխնդրեի, որ կառավարության օրակարգում ստեղծվեր այդ միասնական բրենդի արտահանման ցիկլը, դա փոքր միջին բիզնեսին լավագույն հնարավորությունը կտա, որպեսզի գոնե նորմալ ապրանք, որակական ապրանք կարողանային արտահանել եւ Եվրոպա եւ այլ երկրներ։ Շնորհակալություն ձեր աշխատանքին։ Շնորհակալ, ես եմ շնորհակալ։ Այստեղ 3 մասի արագ արձագանք եմ։ Դե հիմա նաեւ կատարված աշխատանքի մեջ կարծում եմ կարևոր արդյունք է եղել ATM-ի տրամադրումը։ Մենք 3 տարի շատ այդպես դժվար եվրոպական միության հետ այս ճանապարհը անցել ենք, ի վերջո նաեւ ստացանք այդ հնարավորությունը, իհարկե բանակցությունների մյուս փուլն է, որը արդեն կոնկրետ ապրանքային ուղղություններ, տոկոսներ եւ այլն, սա մեզ հնարավորություն է տալի երկու տեսակի հնարավորություն։ Փաստացի դուք գիտեք, մենք արդեն իսկ մշակող արդյունաբերության համար կառավարությունը պետական բյուջեի հաշվին այդ միակողմանի ազատ առևտրի համաձայնագրի ու բանը մտցրել էր եւ մենք փոխհատուցում տալիս էինք։ Սա ATM մեզ հնարավորություն կտա ինչ որ չափով նաեւ շունչ քաշել, այսինքն պետական ծախսերի չմի ինչ որ չափը կիչնի, որովհետև արդեն իսկ այդ մաքսավճարը չի վճարվի եւ դա մեզ կբացի հնարավորություն, օրինակ խնայված գումարները տնտեսության մեջ ելին է վերաներդնելու կամ նույն արտահանման ուղղությամբ ծախսելու, բայց արդեն այլ ուղղությամբ ենթադրենք օրինակ նույն կարգո տրանսպորտի կազմակերպման ուղղությամբ ես արդեն նշեցի 3 հիմնական ուղղություններ եւ մենք ունենք կոնկրետ այսօր բանակցություններ ընկերությունների հետ, որոնք որ քննարկում են գնային առաջարկները մասնավորապես Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ կախված ուղղությունից դա կարող լինի կամ Ֆրանսիա կամ Նիդերլանդներ, այսինքն Ամստերդամ կամ չգիտեմ Բովե ու օրինակ կարգոյի ինչ որ տեղափոխման հնարավորություն։ Սրա իմաստը նա է, որ մենք ինչ որ մի փուլում էլի աջակցենք, հետո գանք։ Ինչ վերաբերվում է հրավերին եւ այլնին, որևէ խնդիր չկա, ուղղակի ուսումնասիրենք նաև գրաֆիկը, ծանրաբեռնվածությունը կնայենք եւ ըստ այդմ ձեզ կարձագանքենք։ Միասնական բրենդը եւս մեր քաղաքական առաջնահերթություններից է եւ դա կառավարության ծրագիր է։ Հիմա այս օրերին մենք կառավարության ծրագիրն ենք գրում, որը օգոստոս ամսին կներկայացվի ազգային ժողովին եւ այդ հայկական միասնական բրենդով ներկայանալու մասին այնտեղ կոնկրետ մենք կետեր ունենք, որը ենթադրում է, որ կառավարությունը մեծ աջակցություն ցուցաբերի, եթե այն ընկերություններին, այսինքն այդ համակարգին կաջակցի, հա, ինչը կենթադրի, որ նրանք ովքեր կմտնեն այդ համակարգի մեջ եւ
այդ հովանոցի տակ կտեղավորվեն, ավտոմատ նաև կստանան այդ աջակցությունը, այդ աջակցությունը կարող է լինել եւ տրանսպորտի մասով, եւ պահեստների մասով, եւ դրսի շուկաներում առաջ խաղացման մարքեթինգի մասով եւ տարբեր հարցերում, սա արդեն լրացուցիչ հայեցակարգային հարց է, որը կառավարության ծրագրի ընդունելուց հետո, երբ որ դրա հայեցակարգը մենք ունենանք, կբերենք առանձին քննարկենք այստեղ։